Եվ այսպես, ընտրությունների արդյունքներն ամփոփված են։ Թեև կան խնդիրներ, օրինակ 12-ի 13 և 35-ի 65 տեղամասերում, և հնարավոր է լինեն նոր ընտրություններ այդ երկու տեղերում, բայց էական բան այլևս փոխվել չի կարող։ Ընտրությունների արդյունքում քաղաքացիական պայմանագիրը ստանում է ձայների 49,81%-ը, Ուժեղ Հայաստանը 23,29%-ով դառնում է գլխավոր ընդդիմադիրը, Հայաստան դաշինքը 9,94%-ով երկրորդ ընդդիմադիրն է, Բարգավաճ Հայաստանը 4%-ով չորրորդ ուժն է։ Սա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագիրը միանձնյա առանց կոալիցիա կազմելու կառավարելու է Հայաստանը, բայց սահմանադրական մեծամասնություն չի ունենալու։ Հետևաբար սահմանադրության փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է լինելու համագործակցել երեք ուժերից որևէ մեկի հետ։